Դժվար կլինի մեջբերումներ անել, դա ուղղակի պետք է ինֆորմացիա ստանալ։ Հարգելի լրագրողներ ջան, Շնորհակալություն։ ուրեմն այս Ջերուկայինի վատը խփեմ ես։ Ես չեմ պատասխանել։ Նակաուտի կենթարկեի սիրովա։ Չեմ պատասխանել։ Ապրիլի 13-ին Գառնի գյուղի բնակիչները Ազատի կիրճում քաղցրաշենի ոռոգման համակարգի շինարարական աշխատանքը դադարեցնելու պահանջով փակել էին Երևան-Գառնի գլխավոր ճանապարհը։ Ազատ գետում չկա այդ քանակության ջուր, որբիսի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին վերցվի այնտեղից 950 լիտր վայրկյան ջուր այդ համակարգի համար։ Ջուրը այնքան է քչանը, որ այդ արևից, շոկից, տաքանում, մամրակալում, այդ կենթանիները վերանում են արդեն։ Համաշխարհային բանկի վարկով տրամադրած 30 միլիոն դոլարով կառուցվող ոռոգման համակարգի նպատակը միայն անունով է Արարատի մարզի 12 գյուղի անջրթի հողերը ոռոգելու համար։ Գառնեցիների պնդմամբ իրականում Ազատ գետի ջուրը 27685 մետր երկարությամբ խողովակաշարով տարվում է Նարեկ գյուղ, վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող 600 հեկտար հողերը ոռոգելու նպատակով։ Համակարգը չի կառուցվում կոնկրետ սոցիալական խնդիր լուծելու համար։ Կառուցվում է հիմնականում մի մարդու ցանկությունները իրականացնելու համար։ Վարչապետը ուզում է իր տարածքը ոռոգի էս մեր ջրով, շատ բարի, թող ոռոգի լճից են կողմ։ Ինչի սա Արարատյան դաշտավարը լճով է բավարարվում, ինքը չի բավարարվում լճով։ Պետք է պարտադիր գա մեր գետը վեկալի տանի։ Հովիկ Աբրահամյան բերում իր տնամերձը ջրի ասավ։ Իր խմայա բերում, մեզի պետք է չի ջուրը։ Գառնեցիներ ճիշտ են անում, այլ ջուրը չեն տալու։ Ապրիլի 13-ի պայքարը հօգուտ գառնեցիների ավարտվեց։ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի ջանքերով միայն շինարարական աշխատանքներն Ազատի կիրճում դադարեցվեցին, մինչև հերթական հանրային քննարկումը։ Հանրային քննարկման նպատակով առանց այդ նույն հանրությանը նախապես տեղեկացնելու։ Ապրիլի 26-ին Գառնի գյուղի այցելել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։ Հանդիպման մանրամասները գառնեցիներն են պատմում։ Փորձել է հոխորտալ, դեռ նույնիսկ արծարծել է այն հարցը, թե այսինչ է գառնեցիներն, այսինչ դուխ են հավաքել, պաշտոնյայի են ուզում նակաուտի ենթարկել, կամ ճանապարհ են փակում, այդով է դվել նրանց այդ իրավունքը, այդքան համարձակություն եւ կամ падգամավորն ով է որ գա նման հարցերում խառնվի, տշենք դրան։ Գիտեք ոնց էր, ասեց ինչու էին պաշտոնյային վիրավորել, մարզպետը, պաշտոնյային ասել են վիրավորել են, մեր ուսուցչուհիներից մեկն էլ ասաց այդ խոսակցությունը եղել է, որ իսկ ինչու ոստիկանները մեծահասակ կանայք որ նստել էին գետնին, նրանց մոտ այնպես արեցին, որ ոնց որ այդ մարդկանց ոտքի տակ տան, հա։ Մարզպետն էլ ասեց դե ճանապարհ եք փակել, ասենք ուրիշ ձևով մենք չենք կարող հարցեր լուծել, դրա համար ճանապարհը փակել։ Ներկաների խոսքով մարզպետը հորդորել է Ազատի կիրճի էկոհամակարգի պահպանման խնդիրը օտարի աչքից հեռու քննարկել։ Ներկաներն են պատմում Կարապետ Գուլոյանի համոզմամբ լրագրողներն ու падգամավորները խնդրի լուծմանը ոչ թե օգնող, այլ խանգարող են։ Մարզպետը առաջարկեց, որ դրսից եթե հանդիպումներ լինեն ով գյուղից ուզում է, ովքեր ուզում են գան իր հետ հանդիպեն, ասեց մինչև ժամը ու շամ կմնամ այստեղ, ով ուզում է թող գա ինձ հետ հանդիպի, խոսենք, եւ ընդհանրապես ասեց, եթե գյուղով ուզում եք այդ հարցը լուծեք, օտար մարդիկ թող չգան, այսինքն լրագրողներ չլինեն, դրսից մարդիկ չլինեն, միայն գյուղացիներն իրենք որոշեն այդ հարցը։ Իր առաջարկը եղել է նաեւ, որ միայն մասնակցեն գառնեցիք, ոչ բնապահպանները եւ ոչ էլ չգիտեմ դեպուտատները, որ ձեր հարցի լուծման տերը դուք եք, որ դուք պետք է լուծեք այդ հարցը, դե մենք էլ այս ձևով ենք լուծում, մենք չենք ուզում գետը խողովակներով տանեն, թող ջրամբարից օգտվեն, այլ ընտրանք գտնեն, բազմաթիվ տարբերակներ կան եւ խելացի մարդիկ կան առաջարկում են։ Տեսախցիկն անջատելուց հետո գառնեցիներն անկեղծացան, ավելի ակտիվ գյուղացիներին առանձին այցելել են, ճնշում գործադրել, փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Գառնեցիները միևնույն է, իրենց որոշման մեջ հաստատակամ են։ Քաղցրաշենի ոռոգման համակարգը Ազատի կիրճի էկոհամակարգի խաթարման գնով չի կառուցվելու։ Մենք առաջարկել ենք մեր պահանջները, որ գյուղը պիտի ապահովի ջրով, պարտադիր։ Եվ մարզպետը միայն ասել է, թող շինարարությունը լինի այսպես, ասենք, այդ ջուրը բերելու շինարարությունն էլ սկսենք, եւ այդ ջուրը տանելու շինարարությունն էլ սկսենք։ Մենք էլ ասել ենք, չէ,
օրինակ անձամբ ես միջև վերջ ասել եմ, որ չեմ հավատում այդ ծրագրին, որովհետև բազում ծրագրեր են մնացել թղթի վրա, գյուղը լուրջ խնդրի առաջ կկանգնի, որովհետև միջև վերջ րոպեն էլ ինքը դուրս գալուց էլ ասեց, դուք չհավատացիք, այո, ասել ես չեմ հավատում։ Ջուրը պիտի բերվի գյուղ, նոր ջուրը տանելու մասին խոսվի։ Մենք առաջարկեցինք այլ ընտրանքներ, որ կարող են օգտվել լճից, չէ, ջրամբարը կա, Ազատ գետի ջրամբարը, օգտվեն այդ ջրամբարից, ինչու անպայման կիրճը ամայանա գետը տանելու պատճառով։ Խնդրին վերջակետ դնելու համար այլընտրանքային ելքեր բազմիցս առաջարկել են, նորից կրկնել չեն զլանում։ Կարելի է այրևային կայաններ կառուցել, ռոռոքելի շրջանում պոմպակայաններ արդիականացնել եւ նրանց աշխատանքն ապահովել այրևային կայանի էներգիայով, իսկ մնացած ամիսներին տալ բնակչությանը, բարձրացնել բնակչության սոցիալական վիճակը, էլեկտրաէներգիայի արժեքը, կիչն ինքնարժեքը եւ մենք կարող ենք նույնիսկ այդ եկամուտներով ապահովել մեր պարտքի մարումը համաշխարհային բանկին։ Նարեկ Գրիգորյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։